Բարլու սրտեր, միատ լսենք էլի։ Իրասեփական կնոջը չի կարող կողքին պահի, որպես կին ենթարկեսնի իրան, հա, որպես քողակից, որպես ընդհանուր տան մայր, ասենք հետևաբար ոնց պետք է ամբողջ երկիրը ղեկավարի կամ առաջնորդի։ Պատասխանեմ շատ կարճ, ընդ որում մեծ սիրով, լսի, կպատասխանեմ քեզ մի հատ պատմությունով, կենթանական աշխարհից, ուրեմն կենթանիները նստած քեֆ են անում տղերքով, հա, ու այդ պահին առյուծը նստած է զանգը գալիս, կինը հարցնում է, երբ ես տուն գալու, ասում է դե կյանքս շուտով կգամ, անցնում է մի 15 րոպե, նորից է զանգում, կարոտել եմ, արևս, ուր ես, չեմ քնում, քեզ եմ սպասում, ու սենց մի քանի անգամ, այս դեմը նստած ցուլը սենց անում, արա չեմ դյոգում, չես կարում կնգատնել տասիրակից, գորա վրեն ասա տղերքով նստածին կել չզանգես, Արոսն էլ ասում է, եթե իմ կինն էլ կովլներ, նույն կերպ կվարվեի, չմոռանաս իմ կինն ով է, հասկացար այ հոգնած, այ, ընդհանուր մայր, օբշակ մայր էլ ոնց հասկացա, էլ բան չասեմ, մի լավ ղրրացել եմ վրետ, բա, ժողովուրդ ջան, քանի որ ես ընդդիմա դդմիկները, թթվիկները երկար ժամանակ աշխատում էին էջիս վրա, ուրեմն ընտրություններից 2 ամիս առաջ պրոֆեսիոնալն էջը իմ ձեռքից վերցրեց Facebook-ը, ճիշտ է թույլ տվեց, որ ես իմ գործունեությունը ծավալեմ, բայց ոչ այդ մասշտաբով։ Այսինքն ախվատ եւ այլն ամեն ինչ ձեռիցս վերցրեց, հասան էլի իրանց նպատակին, բայց ոչ մինչև վերջ։ Իտոգում ես եմ հասել իմ նպատակին, Փաշինյանը ընտրվել է։ Հիմա պրոֆեսիոնալների էջս բացվել է, բայց մի 20,000 պատպիսչիկ չկան։ Ու ես նայում եմ, որ նենց մարդկանց հաղան է, որոնք անընդհատ իմ էջում են, անընդհատ կոմենտ են գրում եւ այլն։ Չմտածեք, ես եմ ձեզ հանել պատպիսկից, ուստի եթե տենց բան եք նկատում, մտեք նորից պատպիսկա խփեք, որպեսզի տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում իմ էջում։ Այսքանը սիրում եմ բոլորիդ, ստեսուն ձեզ։